Ըստ հետազոտության Հայաստանում քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր երրորդ բուժարուն ունի հոգեբանական դժվարություններ։ Օնկոլոգիական բուժման ընթացքում հոգեկան առողջության պահպանման նպատակով Վանաձորի բժշկական կենտրոնում մեկնարկել է ախտորոշումից անդին հոգեկան առողջություն օնկոլոգիական բուժման սրտում ծրագիրը, որն իրականացնում է «Ցավեր առանց սահմանների» Ֆրանսիական միության հայաստանյան մասնաճյուղը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Հայաստանում քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է, սա այն հիվանդությունն է, որը կրծում է ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Դրա համար քաղցկեղի բուժման ընթացքում շատ կարևոր է նաև բուժառուների, նրանց ընտանիքի անդամների եւ բուժանձնակազմի հոգեկան առողջության պահպանումը։ Այս ծրագիրը նպատակ ունի երկարաժամկետ կատարելագործել մեր հայ գործընկերների մասնագիտական կարողությունները։ Առաջին անգամ Հայաստանում ներդրվում է հոգեբան օնկոլոգ երկմարդով ախտորոշման հայտնումը, որի նպատակն է հարգել բժշկական էթիկետը եւ ճիշտ տարբերակով նաեւ օգնել աջակցելով բուժառուին տեղեկացնել իրեն իր առողջական խնդիրների մասին, առանց հոգեկան առողջության մասին հոգ տանելու օնկոլոգիական խնդրով մարդկանց բուժումը ամբողջովին չլինի։ Ծրագրով նախատեսվում է հոգեբանական խորհրդատվություն քաղցկեղ ունեցող չափահաս անձանց, խմբային հանդիպումներ եւ հոգեբանական աջակցություն բուժառուների ընտանիքների անդամներին եւ օնկոլոգիական բաժանմունքներում աշխատողներին։ Օնկոլոգիական ախտորոշումը երբեք միայն բժշկական փաստ չէ։ Այն խոր ազդեցություն է ունենում մարդու հոգեկան աշխարհի, ընտանիքի սոցիալական կյանքի եւ ամբողջ ինքնության վրա։ Այդ պատճառով էլ բուժման իրական արդյունավետությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բժշկական խնամքին զուգահեռ նույնքան կարևորվում է նաև հոգեկան առողջության պահպանությունն ու աջակցությունը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանում օնկոլոգիական խնամքի մշակույթում հոգեկան առողջությունը համակարգված եւ հասանելի դարձնելու համար։ Հոգեբանական դժվարությունների հետ ակնհայտորեն մենակ չպիտի մնան, որովհետեւ ժամանակակից միտումների համաձայն եւ հետազոտությունների համաձայն շատ հաճախ քաղցկեղը բնութագրվում է հենց որպես ստրեսի արդյունք, իմունիտետի անկում եւ կանցերոգեն բջիջների կիսում եւ բազմացում։ Այսինքն Պսիխոսոմատիկ հակվածությունը բավականին լուրջ է եւ ծրագիրը նպատակ ունի բարելավել, օգնել, լինել կողքին մարդու, ով ունի քաղցկեղի ախտորոշում։ Ծրագրով նախատեսվում է նաև բուժանձնակազմի վերապատրաստում բուժառուների հոգեկան առողջության բարելավման եւ խնամքի ծառայությունների որակի բարձրացման նպատակով։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։